2026-27 թվականների ուսումնական տարին կմեկնարկի ընթերցանության տարի խորագրի ներքո։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նշելով, որ այս տարի մեծ ուշադրություն է դարձվելու եւ խրախուսվելու է երեխաների ընթերցանությունը։ Նախարարի խոսքով այս խորագրի ընտրությունը պատահական չէ, քանի որ ընթերցանության խթանումն ամրագրված է նաև կառավարության ծրագրում։ Անդրեասյանը նշել է, որ ուսումնական տարվա մեկնարկը կտրվի գրքի միջազգային 9-րդ փառատոնի շրջանակում, որը կանցկացվի սեպտեմբերի 4-ին։ Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ նախարարը ներկայացրել է նաև կառավարության որոշումներից հետո տեղի ունեցած կարևոր փոփոխությունները։ Դրանք մասնավորապես վերաբերում են մարզային դպրոցներին։ Սեպտեմբերից բոլոր դպրոցների լիազոր մարմինը լինելու է ԿԳՄՍ նախարարությունը։ Ուզում եմ հստակեցնել, որ սա ոչ թե նշանակում է, որ տեղերում աշխատանքի անհրաժեշտություն չի լինի, այլ մենք ուղղակի ունենում ենք ավելի հստակ աշխատանքի բաժանում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ տարածքային կառավարման մարմինների կամ մարզպետի աշխատակազմերի միջև։ Սա նշանակում է, որ բովանդակային կառավարման հետ կապված բոլոր հարցերը գտնվելու են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տիրույթում, վարչատնտեսական գործառույթներին առնչվող ընթացակարգերը ամբողջությամբ կենտրոնանալու են մարզպետների աշխատակազմերում։ Խոսելով նոր փոփոխությունների մասին, Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև դասագրքերի վարձավճարներին։ Եթե տարրական դասարանների աշակերտներին դասագրքերը տրամադրվում են անվճար պետության կողմից, ապա մյուս դասարանների դեպքում ծնողները վճարում են սահմանված վարձավճարը։ Նոր ներդրված ծրագրի համաձայն սոցիալական կրեդիտի միջոցով 5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտների համար դասագրքերի վարձավճարը զրոյացվում է։ Նախարարը մանրամասնել է, թե ինչպես է գործում նոր համակարգը։ 5-րդ եւ 6-րդ դասարաններում սոցիալական կրեդիտի չափը համադրելի է վարձավճարի հետ եւ կարելի է ասել, որ ըստ էության դասագրքերի վարձավճարը զրոյանում է, եւ սա էլ պետք է հիշեցնեմ հետևանք է նրա, որ մենք դասագրքերի ոլորտում մեր մրցակցային քաղաքականության եւ կարգերի փոփոխության արդյունքում նաեւ դասագրքերի արժեքի նվազում ենք ունեցել միջինում 26%-ով, իսկ մյուս բոլոր դասարաններում դասագրքերի վարձավճարները նվազում են ավելի քան 66%-ով, եւ քանի որ ուսումնական տարին նոր է սկսվում եւ մեր ծնողները հիմա կանգնելու են այս հարցի առաջ, ուրեմն ես ուզում եմ սա եւս մեկ անգամ օգտագործելով առիթը հիշեցնել, իրազեկել, որպեսզի նրանք նաեւ չմոռանան մասնակցել համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգին եւ դրա միջոցով նաեւ հետ ստանալ դասագրքերի վարձավճարների այն գումարները, որոնք գալու են նաեւ աջակցելու իրենց երեխաների կրթությանը։ Նախորդ տարի Հայաստանի դպրոցներում գրանցվել է 424,939 սովորող։ Վերջին տարիներին սովորողների թվի դրական դինամիկա է արձանագրվում եւ այս տարի եւս ակնկալվում է աշակերտների թվի աճ, ընդգծել է նախարարը։ Անդրեասյանը նշել է, որ արտերկրից Հայաստան վերադարձող ընտանիքների եւ նրանց երեխաների կրթության ապահովումն իրականացվում է պատշաճ մակարդակով։ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաեւ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ Նրա խոսքով այն ուսուցիչները, որոնք երկու անգամ չեն կարողանա հաղթահարել ատեստավորման սահմանված շեմը, կազատվեն աշխատանքից։ Ամեն տարի շուրջ 500 ուսուցիչ է մասնակցում ատեստավորմանը։ Նրանց հնարավորություն է տրվում ոչ միայն բարձրացնել աշխատավարձը, այլև զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Նախարարի խոսքով այս տարի 80 ուսուցիչ չի կարողացել հաղթահարել ատեստավորման անցողիկ շեմը եւ դադարեցրել է աշխատանքը դպրոցում։ Նախարարը խոսել է նաեւ դպրոցներում թմրանյութերի տարածման դեմ պայքարի մասին։ Նրա խոսքով այս վտանգավոր երևույթը բացառելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունն ակտիվ գործակցում է իրավապահ մարմինների հետ։ Դա գաղտնիք չի, որ մենք ներքին գործերի նախարարության հետ տևական ժամանակի այդ ուղղությամբ աշխատում ենք եւ շատ ակտիվ փոխգործակցում ենք եւ մենք ամեն ինչ պիտի անենք մեր երեխաներին զերծ պահելու վնասակար սովորություններից։ Դա նաեւ առողջ ապրելակերպ դասընթացի մի մասն է, որը պարտադիր է դպրոցներում։ Եվ լրացուցիչ ստուգումները եւ ուշադրությունը դպրոցամերձ տարածքներում երբեք ավելորդ չի։ Նախարարը հավաստիացրել է նաեւ, որ բոլոր դպրոցներն ապահովված են անհրաժեշտ դասագրքերով եւ այս ուսումնական տարում դասագրքերի խնդիր չպետք է առաջանա։